Ողջույն սիրելիներս, բարի լույս, հուսով եմ լավ եք։ Երկուշաբթի առավոտ շուտ ժամը 7:10 ճանապարհել եմ բոլորին ու ես էլ էի պատրաստվում դուրս գալ, բայց քանի որ ժամանակից շուտ վերջացրեցի այն ինչ որ պլանավորել էի, որոշեցի մի քանի րոպե վլոգ նկարել, այսինքն տեսանյութ հատված նկարել, որպեսզի կարողանամ որպես նախաբան դնել այն հատվածներին, որոնք արդեն նկարել էի, այսինքն այդ նշանակում է, որ այս հատվածից հետո եկող հատվածները նախորդ 3 օրերի նկարած տեսանյութեր են ու քանի որ տեսանյութը տոնական է, ամանորյա, որոշեցի մի փոքր խոսել ամանորի մասին, իմ կարծիքը հայտնել, որովհետև շատ եք հարցնում, սիրում եմ նշել, ինչ կարծիք ունեմ այն մարդկանց մասին, ովքեր մեծ պարգև են կուտակում այդ սեղաններ բացելու համար ու իհարկե կասեմ իմ կարծիքը, ում որ հետաքրքրում է կարող է լսել, ում էլ որ չէ, կարող եք ուղղակի մի փոքր առաջ տալ ու դիտել այն հատվածը, որտեղ արդեն գործողություններ են։ Ամանորը դեռևս մանկուց եղել է մեր ընտանիքում ամենասիրելի, ամենասիրված տոնը ու այն ընտանիքում, որտեղ ես ծնվել եմ, այդ ընտանիքում ու միշտ շատ մեծ շուքով ենք պատրաստվել, միշտ սեղաններն առատ է եղել, դեռևս փոքրուց Այս գիտեք այն ժամանակ դժվար էր ամեն ինչ հայթայթել, ամեն ինչ ոչ թե ֆինանսապես, այն ժամանակ ֆինանսապես մարդիկ ավելի վիճակի էին, բայց շատ ու շատ բաներն էր այստեղից այնտեղից ձեռք բերվում, բայց ծնողներս միշտ այնպես են արել, որ միշտ մենք ունենանք այն ամենը, ինչ որ պետքա երեխային ամանորին երջանիկ զգալու համար իրեն, այդ հեքիաթը, ամանորյա հեքիաթը դեռևս մանկուց է ձևավորված մեր մեջ, որովհետև մենք սպասել ենք այդ օրվան, սպասել ենք, որովհետև պետքա ամենքս ունեցել ենք մեր պարտականությունները, ասենք ես ինչ հիշում եմ իմ գիտակից տարիքում, արդեն երբ պապիկս, լուսահոգի պապիկս էլ չկար, տատիկիս գործներ միշտ են համեղ տոլմաների, պասուս տոլմաների պատրաստելը տատիկիս գործներ, ասենք մամայիս ու պապայիս իրենք պատրաստում էին տարբեր տեսակի բաստուրման, սուջուխը, մսային ռուլետները դեռևս քանի օրեր առաջ սկսում էին պատրաստել, նախապատրաստվել, մեր վրա էր աղցանները, սկզբում մամայի վրա թխվածներ, հետո արդեն մենք էինք օգնում, թխվածքներ, նույնիսկ նրբաբլիթները, եղբայրս իրար հետ, բոլորս միասին պատրաստվում էինք միշտ ու հենց այդ իմ համար այդ հեքիաթներ, այդ եռուզեռը, որ ընտանիքի բոլոր անդամները, այսինքն ժպիտով, երաժշտությամբ, երգելով, պարելով, մեկ էլ տեսնում էինք գործի կեսից կարող է պապան մի հատ բարձր երաժշտություն միացներ կամ սկսեին մամայի հետ երգել ու մենք պետքա պարեինք, այն ուրախ, դա իմ համար ամանորյա հեքիաթ էր, այդ ամանորյա հեքիաթը, որը մինչ այժմ մնացել է իմ մեջ, իմ հուշերում, իմ աչքերում դեռ վառվում է այն փոքրիկ աղջկա աչուկները, այն կայծը կա, որ հիշում եմ այդ ամեն ինչը ու այդպես շարունակվում է իմ ընտանիքում, արդեն իմ ստեղծած ընտանիքում, փառք Աստծո, ամուսնուս ընտանիքն էլ սկեսուրս էլ է շատ սիրում ամանորը ու իրենք էլ միշտ լավ են պատրաստվել, լավ ես ի նկատի չունեմ ճոխությունը, որ հատուկ ենք պատրաստվել, ամբողջ տարին սպասել հատուկ այդ օրվան ու հիմա, եթե ինձ հարցնեն, ինչ կարծիք ունեմ այն մարդկանց մասին, ովքեր ուրիշներից հետ չմնալու համար պարքով, տոկոսով, վարկով, չգիտեմ ինչով ճոխ սեղաններ են գցում, իհարկե դա իրենց գործն է, բայց եթե այդ ամեն ինչը իրենց երջանկացնելու է, եթե այդ ամեն ինչը ստիպելու է, որ իրենք իրենց երջանիկ լիարժեք զգան, ու եթե իրենք հետո կարողանալու են այդ ամեն ինչի տակից դուրս գան, թող անեն։ Եթե մարդը չի ուզում, ունի հնարավորություն, բայց չի ուզում ճոխ սեղան պատրաստել, ու դա է իրան երջանկացնում, թող այդպես անի։ Այսինքն, այստեղ կարևորը մարդը ինքն իրեն երջանիկ, ինքն իրենից գոհ զգա։ Այստեղ կարևորը այդ պահն է, թե դու ինչպես ես քեզ երջանիկ զգում, որովհետև կարևորն այն է, որ ոչ թե որ հյուրերը, մեկ հարևանը, բարեկամը իրեն լավ զգա կամ չգիտեմ ինչ անի, այլ որ դու քո արածից քեզ լավ զգաս, որովհետև ի վերջո մենք մեր համար ենք ապրում ու պետքա սովորենք ինքներս մեզ համար ինչ-որ լավ բան անել։ Ու չգիտեմ, իմ խնդրանքը, խորհուրդը այն բոլոր մայրիկներին, հայրիկներին, ովքեր, ասենք, մեր տարիքում են, կամ նոր են ծնող դարձել, խնդրում եմ ուղղակի, այնպես արեք, որ ձեր երեխաները ունենան այդ ամանորյա հեքիաթը,
որ իրենք հավատան ամանորյա հրաշքին, որովհետև իրոք այդ հրաշք կա ու պետքա միշտ այնպես անենք, որ ոչ թե ուղղակի ասենք, որ կա, այլ ապացուցենք մեր քայլերով, մեր արարքներով, ասենք օրինակ այնպիսի մի ուղևորություն կազմակերպել, որը երեխայի համար անհասանելի էր թվում ու որը իր երազանքն էր, կամ ինչ-որ մի բան գնել, որը գիտեք, որ ձեր երեխան միշտ ուզեցել է ունենալ ու հենց այդ օրը նվիրել, այդ գիշերը նվիրել, որ ինքը հավատա այդ ամանորյա հեքիաթին, որ ամանորի գիշեր իմ ամանորյա հրաշքը զանգեց ու մեզ ընդհատեց, հա, ու ամեն մեկը, ես չեմ ասում ինչ-որ պարքերով կամ բանով, մի փոքր մի բան, որ երեխան հասկանա, որ իրոք կա այդ հեքիաթը, կա այդ հրաշքը, կարելի է ամբողջ տարին գիտես, որ ասենք երեխատ ինչ-որ մի բան է երազում ունենալ, կարելի է ամբողջ տարին մի փոքր գումար խնայել ու ամանորի գիշերը իրականացնել նրա երազանքը, որ ինքն իմանա, որ այդ գիշերը, այդ ամանորյա հրաշքն էր, որ այդ ամեն ինչը իրեն տվեց, ու ինչ եմ ասում, հիմա դա շատ կարևոր է մեր երեխաների համար, որովհետև այսօրվա մեր երեխաները վաղվա ծնողներն են ու իրենք մի ամբողջ սերնդի հիմք են լինելու ու եթե մենք երեխաներին զրկենք իրենց մանկության հրաշքից, իրենց այդ փայլուն աչուկներից, հետո իրենց սերունդները ինչպիսին են լինելու գնալով այսպես ավելի տառապյալ, տանջվյալ սերունդ է գալու ու եթե այսօր մեր երեխան մտածում իմ մաման, իմ պապան ամանոր չեն նշում, իմ մաման ոչ մի բան, հա դե ինչ ամանոր է էլի, սենց ինչ-որ մի բան, հա դե նվերները մենք միշտ էլ առնում ենք մեր երեխային, այդ իրենց մեջ այդպես էվավորվում է, իհարկե ոմանք փոխվում են հետո, այնպես չի որ այդ միշտ է, բայց այդ իրենց մեջ մեռնում է այդ ամեն ինչը ու այդպես իրենք անհավես կդաստիարակեն նաև իրենց երեխաներին, հետո եթե իրենց երեխաներն ու չգիտեմ արդեն մեզնից հետո եկող 3-րդ, 4-րդ սերունդը ինչա լինելու իհարկե, այդ դեռ ոչ մեկս չգիտենք, բայց այնպես արեք, որ այդ գիշերը կարևորը սեղանի լիությունը չի, կարևորը սեղանի շուրջ հավաքված մարդկանց շփիտներն են, մարդկանց աչքերի փայլն է, կարևորը այդ ընտանիքում, այդ տանը բնակվող երեխաների են երջանկությունից արցունքախառը աչուկների փայլն է, կարևոր են գրկախառնություններն են, որ երեխան այսպես գալիս է, գրկում է ու շնորհակալություն է հայտնում ծնողին, կարևորը այդ պահն է, միմյանց նվերներ արեք, մեկդ մյուսիդ, ասենք են թանկ ինչ-որ մի կոնֆետի կամ ինչ-որ մի բանի գումարով, եթե իհարկե պետք է ընտրել մեկը կամ մյուսը, ընտանիքի բոլոր մյուս անդամներին մի փոքրիկ նվեր մատուցեք ու այն, ինչը որ գիտեք իրենք ուրախացնի, ինչ որ ինքը սպասել է, ինչը որ ինքը ուզել է ունենա, որ ու հենց գիտեմ, որ շատ մարդիկ չեն կարողանում իրենց զգացմունքներն արտահայտել ու հենց այդ պահին, որ դու պետքա գրկես, ասենք ծնողիդ ու ասես վախ պապ ջան, մամ ջան, ինչքան եմ քեզ սիրում, ինչքան երջանիկ եմ, որ դու ես իմ ծնողը, ու եթե չես կարողանում ասել, մի փոքրիկ ինչ-որ ուշադրություն, մի փոքրիկ նվեր, որը ծնողը ուզել է միշտ, գիտես, որ կուրախացնի ծնողին, իսկ ծնողին երեխայի նվիրած ամեն ինչն է ուրախացնում, երբ որ երեխան իր ուժերով, իր կամքով որոշել է նվեր անի ծնողին ու կարևոր չի դա ինքը իր ամբողջ տարվա գրպանի գումարից է, որ հատկացնում ենք հավաքել է մի եվրոներով կամ 100 դրամներով, թե պապայից է խնդրել, որ մամային նվեր առնի կամ պապա մամայից խնդրել է, որ տատիկ պապիկին նվեր առնի, դա կարևոր չի, կարևոր է ցանկությունն է, որ երեխան ունենա, կամ մեկս մյուսից, դուք ձեր ամուսինները կանանց ու կարևոր չի նվերի չափը, կարևոր չի նվերի մի փոքրիկ բան, մի փոքրիկ ժեստ, որը կուրախացնի, ոչ թե արագ իրար վրա մունատ գալով, գոռալով, բերեք էս էլ դնենք, հեսա էսին կգա, հեսա 12-ը կխփի, վայ բուդը հələ պատրաստ չի, վայ այդ չի ամանորը, այդ ուղղակի պարտավորված ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ապացուցելու համար կամ եթե ժամը 12-ին ուղիղ հենց տաքացրած նրբաբրիթը սեղանին չլինի, այդ ոչ մի բան չի փոխի, բայց երբ որ 12-ին մաման գոգնոցը դեռ վրան կապած խոհանոցում նրբաբրիթ է տապակում, այդ կարող է ինչ-որ մի բան փոխի մամայի կյանքում, այդ կարող է իրեն դուր չգա ու չգիտեմ, այնպես պետք է անենք, որ միշտ ամբողջ կյանքում, բայց գոնե այդ օրը հեքիաթային պետք է լինի, հեքիաթը պետք է գործի, հրաշքը պետք է գործի ամանորյա, միգուցե ես շատ սենտիմենտալ եմ, այսպես խոսում եմ, բայց հավատացեք, դա իմ ներսից է գալի ու ես շատ ավելի բաներ կուզեմ ասել, բայց
բայց չեմ ուզում, որ ոմանք չհասկանան կամ ոմանք մտածեն ձենը տակտեղից է դուրս գալիս, չէ, այդ կարևոր չի։ Մեր կյանքում եղել է այնպիսի տարիներ, հիմա ես կարող եմ արդել, պարզ ճակատ ասել, որովհետև ես միշտ եմ ասել, եթե մարդը ունի, իր խելքից է, չունի, էլի իր խելքից է, շատ ունի, էլի իր խելքից է, իհարկե կան բացառություններ, բայց եղել է մեր կյանքում տարիներ, որ մինիմալի մեջ ենք ամեն ինչ կազմակերպել, ուղղակի սովորական, բայց միշտ այդ հեքիաթը եղել է, միշտ մենք ուրախ ենք եղել այդ օրը, այդ գիշերը միշտ մեր համար հեքիաթային է եղել, ու թեկուզ են սեղանին դրված մի փոքրիկ մի բանը, մի գավաթ շամպայնը կամ ուղղակի հյութը, մեզ այդ չի երջանկացրել, էլի եմ ասում, մեզ երջանկացրել այն ջերմություն են, ընտանեկան ջերմություն են, գրկախառություններ են, իրար ժպտացող աչքերը ու ոչ թե պարտադրված, այլ իսկապես սիրով ու ջերմությամբ լի աչքերը, իսկ այդ աչքերի ջերմությունը հենց այնպես չի գալ, դա հոգուց է գալի, դա մեր հոգուց բխող այդ ամեն ինչն է, ու հենց այդ էլի կկրկնվեմ ու կասեմ, մարդ դարձնում է մանկությունը, մանկությունն է կերտում ապագա մարդու մարդ տեսակը, դրա համար մի զրկեք ձեր երեխաներին հեքիաթային մանկությունից, մի զրկեք ամանորյա հրաշքից կամ ուղղակի հեքիաթից, որ իրենք իմանան, որ կա այդ ամեն ինչը, որ իրենց մեջ, որ մարդու մեջ մարդը քանի տարեկան է լինի, պետք է իր հոգու խորքում ապրի այն փոքրիկ չարաճճի մանուկը, որ կարող է ամեն պահի արթնանալ ու այդ իրավիճակը հարթել ու այդ իրավիճակից այսպես շպիտով դուրս գալ, ինչպես երեխաներն են, մի հատ կոնֆետով ուրախանանք ու անցնի։ Կարծում եմ շատերը այդ հասկացաք ինչի նկատի ունեմ, ամեն դեպքում մեր հաջորդ տեսանյութ, մեր այս տեսանյութի հաջորդ հատվածը տոնական է, ես արդեն չգիտեմ ինչի էի հագել վերարկուրկաս, որտեղ արդեն շոքում եմ, ես դուրս գամ, ամեն դեպքում լավ մնացեք, լավ եղեք ու կարևորը հավատացեք ամանորյա հրաշքին ու այնպես արեք, որ ուղղակի ոչ թե որ իրոք լինի, որ իրոք կատարվի այդ հրաշքը, մի փոքրիկ բանով, բայց իրոք հասկանանք, որ իրոք կա այդ ամեն ինչ ու այդ հրաշքը գործում է։ Դե ինչ, հաճելի դիտում։ Կարծում եմ ճիշտ որոշում էր այսօր տաք հագնվելը, իսկ այս կուրտկան այնքան տաք է, շատ տաք է, այս Էլենինս է, ես ունեմ սրա մի քիչ ավելի մուգ գույնը ու մի քիչ ավելի կարճոտը, այսօր հանել է երկուսն էլ ու որոշեցի այս հագնեմ, որտեղ մի փոքր դեռ վատառող չեմ, մտածեցի այս ավելի տաք է, քանի որ Էլենս էլ չուզեց հագնի, չգիտեմ ինչի, իրանք դե երիտասարդ են, ճահել են դեռ, չեն մրսում, Ալենին զոռով եմ ինչպես միշտ կուրկա հագցնում, ամեն օր պետք է համոզեմ, որ ինքը հագնի, աղջիկներն էլ կարճ, դեռևս կարճ կուրտկաներով են, բայց ես մրսում եմ, ավելի լավ է տակ հագնվենք, չհիվանդանանք այս ազիզորով, ինչպես ասում էին տատիկները մեր, բայց թե չէ հիմնականում իմ են ամբողջ մտածմունքը, որ չհիվանդանամ ու գործից չբացակայեմ, թե չէ այդքան բան, որ կուտակվի, հետո չգիտեմ ոնց հալինելու, մի խոսքով գնացինք։ Սիրելիներս, այսօր լուսաբացը դիմավորում ենք Klagenfurt Graz մայրուղու վրա, լույսը նոր բացվում է ու ես պացիենտներիս հետ ուղևորվում եմ դեպի Graz վիրահատության։ Սա այն ամենահաճելի պահերից է, երբ աշխատանքից հոգնած սոված գալիս ես ու աղջիկդ այսինքն համեղ բաներ է պատրաստած լինում։ Ու քանի որ երեկ ուրբաթ էր ու մենք վիրահատության ենք, այսօր շաբաթ օրով էլի պետքա մի քանի ժամ աշխատեի, որպեսզի 3 վիրահատած պացիենտներին ստուգենք այսօր։ Ու Ալենն ու Վիտոն եկել են իմ հետևից, աշխատավայրից դուրս եկանք ու գնում ենք գնումներ անենք, քանի որ արդեն շաբաթ ժամը 1 անցա։ Այստեղ այսպեսի են մեր Որշան համար ուտելիքներ են գնում այդ խանութի կողքը, այսինքն սիրուն հատուկ խանութ կար, համ դրսում, համ ներսում տոնածառի աքսեսուարներ ամանորյա, դրանք ենք նայում, չնայած որ ոչ մի բան չգնեցինք, քանի որ անմարդկային գներ էին, ուղղակի ու այնպես էլ չէր, որ ինչ-որ մի բան շատ հավանեցինք, ուղղակի չգնեցինք։
Այդպես հիմա ստեղից էլ դուրս կանք, գնանք մեր մնացած գնումներն էլ անենք, միրգ բանջարեղեն եւ գնանք տուն։ Ուր ես գնում։ Իսկ նոր իմ խանութ։ Իրականում մենք մեր գնումները վերջացրել էինք, հետո Անգելինան ասեց ուզում եմ ամսի 1-ին տոնածառը դնենք, բայց քանի որ ամսի 1-ը երկուշաբթի է, որոշեցինք գնանք մի քանի բան կա գնենք ու վաղը կպատրաստենք, Անգելը պետք է նստի, ասենք Անգելն էլ գա գնանք։ Եկել ենք Action ու Անգելինայի խնդրանքով որոշեցինք, որ այս տարի ինքն է որոշելու, այնպեսա միայն կապույտ ունեցել ենք, ոսկեգույն ունեցել ենք, արծաթագույն, այս վարդագույնից ունեցել ենք, բայց Անգելը որոշել էր այս տարի կամ միայն ու միայն վարդագույն, կամ կարմիր կանաչ։ Կարմիր կանաչ, միայն կարմիր կանաչ, դեռ երբեք չենք ունեցել այդպես իրենով, ու վարդագույն էլ միայն վարդագույն երբեք չի եղել։ Ու այդքան երկար մտածելու կարիք էլ չկար, միանգամից կանգ առանք կարմիր կանաչի տարբերակի վրա ու քանզի պետքա փոքրիկ տոնածառել գնեինք վերևի համար, այս մեր նոր խոհանոցի համար, մտածեցինք, որ դա կանենք ավելի այսպես վարդագույնի եւ մանուշակագույնի երանգների մեջ, իսկ վերևն էլ կանենք միայն այս սիրուն գույների մեջ։ Ահա սա էլ մեր գնումները։ Մինչ ամուսինս ու Անգելինաս ավտոտնակի երկրորդ հարկից իջացնեն տոնածառը ու մեր մնացած աքսեսուարները, ես էլ արդեն գնումները տանեմ ներքև, դասավորեմ, որ տեսնենք ինչեր ենք գնել։ Մենք հասել ենք տուն, Զոյկաս գնումներն է դատարկում։ Ամենասիրունը այս երկուսն է։ Ուրեմն լավ էսպես ցույց տամ։ Մենք հետո սրանք բերեցինք, տոնածառն էլ վաղը կբերենք։ Ինչ ենք գնել։ Այս անգամ Անգելինայի ցանկությամբ որոշեց այսինքն Անգելը, որ այս գույների մեջ է ուզում, իսկական ամանորյա այս գույների մեջ է ուզում, որ լինի։ Այս լույսերը գնել ենք ու էսի։ Բայց վերջը էլի սրանից մի հատ մեծ գնեցին, մի հատ փոքր։ Վասի ձակուկ։ Սենց գունավոր։ Այսի բաննա։ Սենց աստրիկներ ենք գնել, սենց աստրիկներ, այսի ինչ էր, այս մեծ աստրա, տոնածառի համար, իսկ այս կողմում, այս փոքրիկ խաղալիքներն ենք գնել, փոքր տոնածառի համար, որ վերև է, սա մի հատ դասավորեմ ու ուրեմն, Զոյկան միացրել է այս Զոյկայի մանկության ձմեր պապիկն է։ Էսի կարամ։ Ու բայց երկում են ջինգլ բես, Էդ էլ երկում են, այն մյուսներ էդի, մի խոսքով, քանի որ չգիտենք ինչպիսի ձմեռա լինելու, այսպիսի փաթիլիկներ ենք առել, որոշեցինք այս վերևի, այս փոքրիկը գնենք վերևում, որ խոհանոցում դնենք, մեր փոքրիկ հյուրանոց խոհանոց հյուրասենյակում, խոհասենյակ, ու այս որոշեցինք այս մեկը գունավոր այսպես անենք, այս փոքր լույսերն էլ է իր համար, իսկ մեծ տոնածառի համար, որը ներքևում ենք դնելու, այս մեծ հյուրասենյակում, կլինի այս գույների մեջ սիրուն, այս սենց էլի կա սրանցից, ուղղակի ես երկու հատը հանեցի, սենց սիրուն ժապավենիքներ, աստրիկներ, լույսեր, մի խոսքով, կարծում եմ շատ սիրուն է լինելու, ամեն դեպքում կզարդարենք, կտեսնենք, փոքրը կարող ենք հենց հիմա էլ բարձրանալ վերև զարդարել, բայց մեծը վաղը մնա, որտև աղագին գործ ունեմ այստեղ վերջացնեմ նոր։ Հա, բերել եմ վերև, հիմա մի հատ զարդարենք ու տենանք որտեղ ենք թվում։ Վերջ, լույսերը դրեցի, հիմա բացենք, սրանք են։ Սիրուն է,
Հաճելի է, երբ որ արդեն ամանորյա տրամադրությունը հետնել սուրճս եմ վայելում։ Հետո գնաց էլեմենտ բերի, այս մեկը այնպես ենք գնել այս փոքրը, որ էլեմենտներով լինի, փոքրիկ մարտկոցներով, որ կարողանանք տեղափոխել, որ պահին որտեղ ուզենք, այսինքն նույնիսկ այնպեսի տեղեր, որտեղ չունենք հոսանք։ Այստեղ թելիկներն է։ Հիմա մի հատ արագ սրանք ամրացնեմ, ու դնենք։ Հիմա վառում ենք տոնածառի լույսերը 3, 2, 1 եւ վերջ։ Պատրաստ է։ Վիտոյ ասաց մոտ երեխեքից շատ ես ուրախանում։ Հիմա մի հատ լույսն էլ վառեմ, տեսնենք ընդհանուր ինչ։ Շատ բան չեմ արել այստեղ, դեռևս էլի, պես ասած։ Այստեղ միայն մոմերս է, որը դե իհարկե այստեղ չենք վառի, դեռ չեմ էլ ամրացրել, ուղղակի դրել եմ մոմականներս, տոնածառը։ Այստեղի դեպ այս չեիք տեսել, ցույց չէի տվել մտափոխիչը, որը ինչպես նշել է, ելի նույն ջառոցի նույնանի ֆիրմանա, այստեղ ունի ինչ ավելի հզոր տարբերակը, լույսը, խնդրամ լույսը կանջապես, կարող ենք մենակ այս վառել, ասենք այսպես ավելի սիրուն կլինի։ Ու այսենց։ Այստեղ էլ բանը դրեցի, այս փափուկիկին, այստեղ դրեցի, այսենց դեռևս կմնա այդեղ, մինչև տեսնենք։ Եղասկով։ Եվ երեկոյան որոշեցի սպաս պատրաստել, որպեսզի մի հատ տակ սպաս խմենք, քանի որ կարծես բոլորս էլ մի քիչ վատառողջ ենք, մրսած ենք, այսինքն համեղ սպասը մեզ հաստատ կօգնի։ Ու քանի որ վաղը դեկտեմբերի 1-ն է, բայց աշխատանքային օր է, մենք այսօրվանից սկսում ենք արդեն զարդարել մեր տոնածառը։ Դե իսկ վերջում էլ լավագույն ավանդույթները շարունակվում են մեր խաղաղության աղավնին եւս արդեն տոնածառին է։ 3, 2, 1 Ահա եւ վերջ։ Պատրաստ է մեր տոնածառը։ Մեր հյուրասենյակը։ Ու ինչպես եւ որոշել ենք, առավոտ շուտ երկուսով զարդարեցինք տոնածառը, հետո Զոյկան իջավ, հետո Ալենը ու անակնկալը ստացվեց, մինչև բոլորն արթնացան, տոնածառն արդեն պատրաստ էր։ Այս տարի որոշել էինք այդպես անել։ Ես կրկին իջա ներքև, ամաններս վերջացել է, լվացվել ամաններս դասավորեմ ու արդեն ժամը 12-ն է լինում, որ արդեն ճաշի պատրաստություն տեսնեմ, չեմ խառնվել իրար, որովհետև պատրաստի են օրվա պատրաստած բելմենները կա, բելմեններ կեփեմ, սիրունյա։ Ինգոն ուրախացել էր եկել այս բանից, գույներից ինչ պատի վրա սիրուն ֆոն է տալիս։ Ուրեմն այս կողմում այսպես տավարի համեղ կտորներ ունեմ, փափուկ, փափկամիսնա եւ այսպիսի ոսկորներ, այսենց։
Միսը լվացել եմ, բայց հիմա դնում եմ քիչ ջրով, մի հատ, երկու հատ, որ եռում արդեն, համ կհալվի, համ կեռա, հետո թափում եմ, միսը մի հատ ողողում լվանում եմ, նորից դնում եմ մեջը, ուզում եմ համեղ ապուր պատրաստեմ, բայց մինչ այդ լինի, այս ընթրիքի համար է, այս կողմում Գելինայի սիրտը խավից է ուզել ու խավից եմ պատրաստում, բայց պատրաստում եմ այնպես, ինչպես պատրաստում էի իրենց համար, երբ որ իրենք փոքր էին, ոչ ինչպես մեր տատիկները, որ յուղի մեջ ենք տապակում, չէ, ես սկզբում բովում եմ լավ, այն աստիճանի կարմրության, ինչ որ մենք ուզում ենք ալյուրը, չոր, մաքուր տապակի մեջ ու հետո նոր ավելացնում եմ ջուրը, շաքարավազ, մի փոքր վանիլին ու վերջում արդեն կարագը, որպեսզի թեթև լինի ու այդպես կամ յուղ ունեմ հալած, կարող եմ յուղ ավելացնել։ Իրենք որ փոքր էին, իրենց համար այդպես էի պատրաստում, որ շատ այսպես յուղի մեջ չդաղվեր, որ թեթև ավելի ջրամարս լիներ, այդպես են իրենք սովորել։ Խոսքով հիմա մի հատ լավ կարմրացնենք։ Այսինքն արդեն երբ որ սկսում է կարմրել, տաքանում է, հետո շատ արագ խառնենք, որպեսզի չվառվի ու համաչափ կարմրի։ Գրակում մի քիչ կթուլացնեմ հեսա, պատրաստեմ։ Այսպես, արդեն կարմրել է, այս լույսերից մի քիչ բաց է երևում, բայց ինքը արդեն լավ կարմիր է։ Հիմա կավելացնեմ ջուրը, այստեղ բերել եմ, տեղափոխել եմ այս մյուս կողմ, որտեղ այստեղ ավելի թույլ էր։ Հիմա կավելացնեմ ջուրը, կթողնեմ երբի, հետո արդեն ասեցի շաքարավազը եւ վանիլինը, վերջում էլ յուղը։ Այսպես ջուրը ենք ու սկսում ենք խառնել։ Բայց եթե ալյուրը լավ բովում ենք, գնդիկներ չի մնում, խավիցի մեջ էլ այնպեսա չի մնում, սա մի քիչ բայց կխառնենք։ Բերանը կփակեմ, որ բլբլթալուց չթռնի վրաս։ Վերջ մեր համեղ խավիցն արդեն պատրաստ է։ Դե եթե ձեզ էլ հավեսի գցեցի, հենց հիմա վեր կացեք եւ պատրաստեք մի փոքրը կարծում եմ ոչ հոգիս էլ չի խանգարի։ Բարի ախորժակ։